Երբ որ ես իմացա, որ նա այդպիսի բան է անում, ես նրանց այլևս երբեք չեմ նկատի։ Կբերի այդպիսի բախման, ինչպիսիք են այս վերջին քայլը չի կարելի դիտարկել որպես առանձին մի բան, մասնավորապես նաև դրա համար թիրախ է դարձել եկեղեցին։ Ինչ էր մեր զինվորների մեջքին նկարած։ Դու ով դառար, դու ֆիզիկայից ոչինչ չես հասկանում, ադուրմանելի, աբալվանելի ռուսերեն ասած։ Այդ գրականագետը եւ նրա հիմնարկը, որտեղ նա գլխավոր խմբագիր է, ինձ համար այլևս գոյություն չունեն։ Բարև ձեզ, մեր օբյեկտիվում կարևոր թեմաներ եւ իրադարձություններ են։ Այսօր առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր հրապարակախոս Արամ Աբրահամյանի հետ դիտարկելու ենք բարոյագիտական, էթիկական ճգնաժամը, որ ստեղծվել է մեր երկրում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Աբրահամյան, վերջերս վերընթերցում էի մի հոդված, որը դուք հեղինակել եք, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ։ Վերնագիրը «Ինչպես հաղթահարել իշխանությունների շիզոֆրենիան»։ Հղում էի կարել ազգությամբ ռուս ամերիկացի սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինի գրքին «Իշխանություն եւ բարոյականություն», եւ ես մի հատված կառանձնացնեմ։ Ասվում է կառավարությունների զսպող մեխանիզմը պետք է լինեն ոչ միայն օրենքներն ու սահմանադրությունը, այլ նաև բարոյական նորմերը։ Այն, որ Հայաստանում իշխանությանը զսպող մեխանիզմ այլևս օրենքները չեն եւ սահմանադրության դրույթները չեն, դա վաղուց ակնհայտ է։ Մենք կարող ենք եզրահանգել, որ այս ագրեսիվ արշավը, որը իշխանությունը ձեռնարկել է եւ որի թիրախում եկեղեցին է, բարոյական արժեքներն են, նորմերն են, ուղղված են նրան, որ ի վերջո մենք վերածվենք մի հանրության, որի համակեցությունը այլևս չի պայմանավորվում բարոյական նորմերով եւ հետեւաբար այդպիսի պայմաններում իշխանությունը ստանում է ծով հնարավորություն վերարտադրվելու եւ իշխելու։ Միակ խոչընդոտը, որ այս պահին կա, բարոյական նորմերն են, եթե դրանք էլ իրենք կարողանում են խեղաթյուրել եւ խաղից հանել, ապա իրենք ստանում են անսահմանափակ հնարավորություն անհաղթելի մնալու։ Նախ եւ առաջ ասեմ, որ Պիտերիմ Սորոկինը տոլստոյական էր։ Այսինքն անկախ նրանից, որ նա տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, Հարվարդում հիմնել էր սոցիոլոգիական դպրոցը եւ դեկանն էր սոցիոլոգիական ֆակուլտետի 50-ական թվականներին, երբ որ գրել էր այդ գիրքը։ Նա տոլստոյական էր եւ դա շատ բան է կանխորոշում այն իմաստով, որ ոչ միայն այս իշխանությունները, ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև ընդհանրապես բոլոր տեսակի իշխանությունները, նրանք հակված են բարոյական բոլոր նորմերը խախտելու։ Նրանք հակված են խախտելու եւ այլասերման, հասարակության այլասերման այդ գործընթացը, որը տեղի է ունենում հատկապես վերջին 7 տարվա ընթացքում, բայց ոչ միայն վերջին 7 տարվա ընթացքում, այլև ընդհանրապես վերջին 34 տարվա ընթացքում, դա այս իշխանությունները սիմպտոմ են, ախտանիշ են, արտահայտիչ են այդ բարոյական անկման եւ իհարկե խթանողը։ Այսինքն, եթե չկան հեղինակություններ, դու կարող եք հեղինակություն, որևէ հեղինակություն, եկեղեցին մի կողմ թողնենք, որևէ հեղինակություն կարող եք ասել Հայաստանում։ Ուրեմն քաղաքական գործիչները բնականաբար հեղինակություն չեն։ Լրագրողները, հրապարակախոսները հեչ հեղինակություն չեն, մեկը ստեղ է ծախված, մեկը ընդեղ է, այս հասարակական կարծիքն եմ ես արտահայտում, չէ՞։ Նույնիսկ արվեստագետները, Մանսուրյանը էս ինչ բանը սխալ ասեց, Ռոբերտ Ամիրխանյանը էս ինչ բանը սխալ ասեց, այդ ինչ հայրիկներ է ծախված, չգիտեմ, աբիժնիկա եւ այլն։ Այսինքն, այդպիսի մասսայական գրող հեղինակությունների վրա ինչի համար է պետք։ Պետք է նրա համար, որպեսզի չլինեն որևէ նշաձողեր, որևէ կարմիր գծեր եւ որևէ մեկի ասածը չընկալվի որպես հեղինակություն, որպես զսպող բան։ Տոլստոյի ասածը պատկերացրեք 20-րդ դարի սկզբում, չնայած նրան եկեղեցին չէր ընդունում, պաշտոնական
այնուամենայնիվ Տոլստոյը շատ մեծ հեղինակություններ ռուսական կայսրությունում։ Եվ այդպիսի հեղինակություններ կային այլ երկրներում, Ժան-Պոլ Սարտրը, չգիտեմ, 50-ական թվականներին Ֆրանսիայում հեղինակություններ։ Հիմա այդպիսի հեղինակություններ ոչ Ռուսաստանում, ոչ Ֆրանսիայում, ոչ էլ Հայաստանում չկան։ Եվ իշխանություններին դա չափազանց ձեռնտու է, նրանք խթանում են, հատկապես Հայաստանում նրանք խթանում են։ Այս վերջին քայլը, որը ուղղված է եկեղեցու Մայրաթորի հեղինակության դեմ, դա նույնպես այդպիսի մի հատ քայլ է, որը շարունակելու է այդ շղթան։ Եվ այդ քայլը ունի ոչ միայն հեղինակազարկելու որևէ ինստիտուտ, այլև մարդկանց իրար դեմ լարելու։ Դա նույնպես մանիպուլյացիաների, ձեր ասած, շատ լայն դաշտ է ստեղծում։ Բևեռացման, հա։ Այսինքն ենթադրենք ստեղծվում է մի հատ իշխանական եկեղեցի եւ մի հատ ավանդական եկեղեցի, որին ես հակված եմ 1700-ամյա եկեղեցուն, ես հակված եմ։ Հուսով եմ դուք էլ։ Հա, բնականաբար։ Բայց կան մարդիկ, որոնք հակված են ներկայիս իշխանությանը, եւ դրանք հազարավոր մարդիկ են։ Եվ այդ հազարավոր մարդիկ կասեն, մենք ուզում ենք այն մարդուն, որին Փաշինյանը նշանակեց, ուրեմն նշանակելու է, ըստ էության նշանակելու է կաթողիկոս, հա։ Անկախ նրա, ուրեմն կուսակրոն եւ ոչ կուսակրոն լինելուց։ Այսինքն դուք դա վատագույն սցենար եք իբրև դիտարկել։ Միշտ պետք է պատկերացնել, հա, ամենավատը։ Ինչ կլինի, հա, երբ որ ինչ-որ տագնապալի բան է, ասենք Իսրայելը հարվածեց Իրանին, հա, ինչ կարող է դրանից, կարող է տարածաշրջանային պատերազմ լինել։ Աստված տա, որ չլինի իհարկե, բայց պետք է մտածել մենք, հա, վերլուծաբաններս պետք է մտածենք, թե ինչն է ամենավատ սցենարը։ Հիմա պատկերացրեք հասարակությունը, մենք ձեզ հետ միասին չենք ընդունելու նրանց, ովքեր պայմանականորեն ասած Փաշինյանական եկեղեցու կողմնակից են։ Նրանք չեն ընդունելու մեզ, եւ դա եւս մի քլաշի, եւս մի բախման, այսպես արդյունք կլինի, այսինքն կբերի այդպիսի բախման, ինչպիսիք են ներկաներ նախկիններ, ղարաբաղցիներ, հայաստանցիներ, ռուսամետներ, եվրոպամետներ եւ այլ, այսինքն ցանկացած գիծ օգտագործում է, որպեսզի հասարակությունը բաժանվի, եւ դա հենց այդ հեղինակազրկման եւ բարոյական նորմերից ազատ լինելու բանը։ Ինչ է ասում ներկայիս իշխանությունը, հերոսություն, ազգային արժեքներ, չգիտեմ, պատմություն, եկեղեցի բան, այդ ամեն ինչը սուտ է, ժողովուրդ ջան։ Ճիշտը ուտել խմելն է, ճիշտը հագեցնելն է, ճիշտը պարզապես ապրելն է։ Եվ այստեղից գնում է ամեն ինչի վարկաբեկում, նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի, Ղարաբաղյան շարժման եւ այլն։ Այսինքն դա չի կարելի դիտարկել, այս վերջին քայլը չի կարելի դիտարկել որպես առանձին մի բան։ Կոնկրետ Գարեգի երկրորդը չի օբյեկտը։ Կոնկրետ բարոյական նորմերը սահմաններն են։ Իդեպ նույն Սորոկինը ասում էր, որ այն էլիտաները, որոնք նյութական արժեքները հռչակում են գերակա, այդ էլիտաները հանրությանը տանում են դեգրադացման։ Եվ այս հիմնավոր քարոզը, հա, հերոսը հարկ վճարող քաղաքացին է, որտեղ հաց, այնտեղ կաց է, այդտեղ պետություն եւ այլն, հենց դրան տանող քարոզն է, պարոն Աբրամյան, դուք բևեռացման մասին խոսեցիք դրա վտանգավորություն, ժամանակակից բռնապետները մի բանաձևում կա, հենց այդ բանաձևով են առաջնորդվում, շատ պարզ է, պոպուլիզմ, բևեռվածություն, հետ ճշմարտություն։ Երբ որ մենք դիտարկում ենք իշխանության քաղաքականությունը, ամբողջը այս բանաձևի տրամաբանությամբ է, հա, պոպուլիզմը ամեն րոպե դրսևորվել է առաջին օրվանից մինչև հիմա, օրինակ, եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին, դա նոնսենս է։ Բևեռվածությունը դե տեսնում ենք նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ էլ չթվարկեմ, հետ ճշմարտությունը մի իրականությունում, որում օբյեկտիվ փաստերը նշանակություն չունեն հանրային կարծիք ձևավորելու գործում, այլ կարևոր են էմոցիաները, դե սա քաղաքականություն է, որի վրա խարսխել է իշխանությունը իր ամբողջ գոյությունը։ Հիմա մենք տեսնում ենք, որ սա իշխանությունը իր համակարգերով, ենթակառուցվածքներով, ծրագրերով, բանաձևերով եւ նաեւ զորքով ինչ է դրան հակադրվում։ Շատ քիչ բան։ Ես ուզում եի անդրադառնալ ձեր մի ասացին, եկեղեցին վերադարձնենք ժողովրդին, դա նոնսենս է այն պատճառով, որ եկեղեցին, իգլեսիան, այսինքն հունարեն բան, հենց ժողովուրդն է, համայնքն է։ Եկեղեցին չի կարող պատկանել ժողովրդին, եկեղեցին հենց ժողովուրդ, եկեղեցին կաթողիկոսը չի։ Այսինքն դուք եւ ես
կաթողիկոսից կամ եպիսկոպոսից կամ սարկավագից կամ չգիտեմ քահանայից ոչնչով ավելի հեռու չենք Աստծուց, մենք բոլորս քրիստոնյա ենք։ Իդեպ ես այդ պատճառով դեմ եմ աշխարհական բառին, որովհետև եթե մենք քրիստոնյա ենք, բոլորս քրիստոնյա ենք, այսինքն մի համայնքին ենք պատկանում, ապա մենք բոլորս այդ իմաստով հավասար ենք։ Դա պետություն չի, որ լինեն շեֆեր, հա, я начальник, ты дурак սիստեմով։ Դա բոլորս մենք հավասար ենք որպես քրիստոնյաներ։ Եվ եթե մենք քրիստոնյա ենք, մենք աշխարհական չենք, մենք այս աշխարհին չենք պատկանում, ինչպես որ գրված է ավետարանում։ Հիմա շարունակելով այն, ինչ որ դուք ասում եք, հետ ճշմարտության մասին, հա, այսինքն հետ ճշմարտությունը դա արդեն իսկ փիլիսոփաները 20-րդ դարում սկսեցին օգտագործել ֆրանսիացի փիլիսոփան Դերիդան եւ մնացած արդեն սկսեցին օգտագործել դա այն իմաստով, որ կարևոր չի թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Կարևորը այն, թե ինչպես է այն մատուցվում եւ ինչ են դրա մասին մարդիկ մտածում։ Կոպիտ ասած այն ինչ որ փաստաբաններն են, չէ՞ ասում, կարևոր չէ դու 10 հոգի սպանել ես թե չէ, կարևոր է թե երթվյալ ատենակալները ինչպես են քեզ ընկալելու, հա, եւ այդ երթվյալ ատենակալները փոխաբերական իմաստով մեր հասարակությունն է, որին որևէ բան մեզ մասին համոզել, որևէ բան հնարավոր չի։ Այսինքն, եթե դուք, չգիտեմ, առիթների ժամանակ, հա, ծնունդների կամ չգիտեմ, առնչվում եք հարազատների կամ բարեկամների, որոնք փաշինյանական են, առնչվում եք հաստատ։ Նրանք ասում են. երբեք մենք այնքան լավ չենք ապրել, որքան այս վերջին 7 տարիների ընթացքում։ Դուք բնականաբար գուցե ասում եք կամ չէ, բայց մտածում եք, բա պատերազմը, բա զոհերը, բա գերիները, բա Հայաստանի տարածքների կորուստը։ Նրանք միանգամից ասում են. դրա հետ Նիկոլը ոչ մի կապ չունի։ Ասում են. հիմա շարունակել բանավեճը հնարավոր չէ, դա արդեն այդ մարդկանց բժժացնել, ադուրմանելի, աբալվանելի ռուսերեն ասած, մարդկան այդքան են բժժացրել այդ հետ ճշմարտությամբ, որ նրանց հետ բանավեճելը իմաստ չունի։ Այսինքն բանավեճում չի ստեղծվի դուք ձեր բարեկամների, հարազատների կամ չգիտեմ ընկերների հետ, որոնք այդ կարծիք են, դուք կամ չեք բանավեճում ասում եք, այ եկեք քաղաքական լինում է, նորից քաղաքականությունը, եկեք քաղաքականության մասին չխոսենք, կամ դուք նրանց հետ կռվում եք, խռովում եք եւ այլևս չեք ուզում շփվել։ Այսինքն այդպիսի մի բան է տեղի ունենում։ Մարդիկ ապրում են հետ ճշմարտության։ Ասել, որ պետության առաջին դեմքը, պետության ղեկավարը ոչ մի կապ չունի պետության պարտության հետ, դա հակասում է, չգիտեմ, հակասում է ցանկացած բանի, տրամաբանությանը, հա։ Եթե ինչ որ զորամասում տեղի է ունեցել հրդեհ, ապա բնականաբար հրամանատարն է մեղավոր, ել ով պետք է մեղավոր լինի։ Բայց մարդկանց գլուխը այնպիսի բաներ են լցրել, որ նրանք այլևս այդ պարզագույն ճշմարտությունը այլևս հակված չեն ընդունելի։ Հետ ճշմարտությունը հենց դա է։ Էլի ասեմ, որ դա զուտ հայկական կամ զուտ հայաստանյան երևույթ չէ, դա իհարկե շատ ընդունված է։ Ասենք Brexit-ը ինչպես տեղի ունեցավ 16 թվականին։ Ճշմարտության իհարկե մարդկանց համոզեցին, որ ինչ ենք մենք կերակրում այդ Բրյուսելին, մենք չգիտեմ ամեն օր միլիարդավոր ֆունտեր ենք վճարում Բրյուսելին, որը սուտ է։ Հա, բայց մարդկանց գլուխը հետ մտցրեցին եւ Brexit կամ Թրամփը ինչպես հաղթեց 2 անգամ։ Այսինքն դա իհարկե հատուկ է, պարզապես մեր դեպքում, մեր փոքր պետության դեպքում, որտեղ անընդհատ վտանգ կա, անվտանգության խնդիր կա ամեն պահի, հա, կա հարցակման, թշնամու հարցակման։ Այստեղ հետ ճշմարտությունը խաղացնելը աթոռներին պինդ նստելու համար դա իսկապես շատ վտանգավոր է։ Պարոն Աբրահամյան, տեսեք, մի տերմին կա brain rot, որ 2024 թվականին, եթե չեմ սխալվում, տարվա բառ ճանաչվեց, ու դա էլ բարեբախտաբար հայկական ֆենոմեն չէ միայն, ուղեղի էրոզիա, եթե փորձենք թարգմանել, սա առաջանում է այն դեպքում, երբ մարդիկ այդ մեդիա հսկայական հոսքերը սպառում են, հիմնականում վատորակ բովանդակություն սպառում են եւ որպես հետևանք աղջամուղջ է առաջանում մարդու գլխում եւ ամենավատը կորցնում է կրիտիկական, քննադատական մտածողությունը։ Սա խնդիր է, որը բարեբախտաբար միայն մեզ չի սպառնում, բայց ինչպես դուք նշեցիք, մեր պարագայում դա շատ ավելի վտանգավոր է, որովհետև մենք իբրև հանրություն այդ անվտանգության բարձիկները չունենք այնչափ,
ինչպես որ ունեն, ասենք, Միացյալ Նահանգներում մարդիկ կամ Եվրոպայում մարդիկ։ Մենք ուղղակի չունենք այդ բարձիկները եւ երբ այդ վտանգավոր երևույթները լավագույն ձևով տեղայնացվում են Հայաստանում, սա շատ լուրջ մարտահրավեր է բոլորի համար։ Այո, անվտանգության բարձիկներ չունեն, ասենք թե նաև Իսրայելում, չէ՞, ամեն մի պահի էլի թշնամական շրջապատ եւ այն։ Բայց այնտեղ կա գաղափարախոսություն։ Ես չեմ ընդունում, ես իհարկե, եթե ասես ում եմ ես համակրում, ես Իրանին ավելի շատ, բայց սովորելու բան կա բոլորից, չէ՞։ Կա գաղափարախոսություն, որը սիոնիզմն է։ Սիոնիզմը, որը կապված է նաև հոգևոր կյանքի, կապված է նաև իրենց կրոնի հետ, կապված է նաև տաճար վերադառնալու հետ, այսինքն այդ ամբողջը, որը 2000-ամյակից ավելի մտել է սերնդեսերունդ հрьяաների մեջ եւ որի հիման վրա նրանք կառուցել են, ընդհանրապես վերջերս կառուցել են պետությունը, դա օգնում է նրանց, ձեր ասած անկախ նրանց մոտ էլ կան, չէ՞, սոցիալական ցանցեր կամ չգիտեմ հետ ճշմարտություն եւ մարդկանց գլուխը տարբեր բաներ են, բայց նրանց մոտ կա առանցքը, որին պաշտպանում է պետությունը եւ որը նաեւ կապված է նրանց ավանդույթների, կրոնի եւ որը նրանց թույլ չի տալիս, նրանց թույլ է տալիս լինել ուժեղ։ Դա ինձ թվում է շատ կարևոր օրինակ է եւ մեր մոտ այդ առանցքը կարող է լինել եւ կարծում եմ պետք է լինի հայ առաքելական եկեղեցին, ոչ թե եկեղեցին պետք է խառնվի պետության գործերի մեջ։ Ես իդեպ չեմ էլ ողջունում, երբ որ Սրբազանը ինչ որ քաղաքական շարժում է ղեկավարում, դա նրա գործը չի։ Ավելի կարևոր գործեր ունեն, հա, նրանք տալիս են ինչ որ մի առանցք, որի շուրջ համախմբվում է հայությունը, ոչ միայն հայաստանցիները, այլև հայությունը, ինչպես նրանց մոտ հրեականությունը, հա, որը եւ հնարավորություն է տալիս, դրա համար, մասնավորապես նաեւ դրա համար թիրախ է դարձել եկեղեցին։ Պարոն Աբրահամյան, եթե թույլ կտաք մի փոքր փորձեմ հակադրվել ձեզ, երբ ասում եք, որ Սրբազանը չպիտի միջամտեր, նախ վստահ եմ, որ դուք էլ հասկանում եք, որ դա լավորից չէ, այսինքն քաղաքական գործիչները այնքան են սպառել իրենց, որ եկեղեցական գործիչն է փորձում իրավիճակ փոխել։ Սա մեկ, երկրորդ, երբ ասում եք չպիտի խառնվի պետության գործերին, պետության գործերին չպիտի, քաղաքականությանը կարող է խառնվել։ Այսինքն երբ որ վարչապետը խառնվում է եկեղեցու գործերին, դա ապօրինություն է, դա սահմանության խախտում է։ Երբ որ եկեղեցին խառնվում է պետության գործերին, եթե խառնվեր, դա նույնպես ապօրինություն կներ, որովհետև ըստ համանության, երբ որ եկեղեցին, այսինքն եկեղեցին անջատ է պետությունից, բայց հասարակությունից անջատ չէ։ Այսինքն եթե եկեղեցականը քաղաքական հայացքները արտահայտում կամ նույնիսկ քաղաքական շարժում է, դա ապօրինություն չի։ Ես կարծում եմ ցանկալի չի։ Բարի, պարոն Աբրահամյան, բայց դա ստանդարտ իրավիճակներ ու հիմա երբ մենք խիստ ճգնաժամային իրավիճակում ենք, դա նույնն է, որ Գևորգ Սուրենյանց կաթողիկոսը Սարդարապատի հերոսամարտի նախօրեին ասեր դե իմ գործը չէ, ես զանգեր հնչեցնելու իմաստ չեմ տեսնում, ինձ էվակուացնում են, ես գնամ իմ աղոթքը անեմ։ Սա ինչով է տարբերվում։ Զանգեր հնչեցնելը պարտադիր է։ Զանգեր հնչեցնելը, այսինքն բարոյական սահմաններ դնելը, մեր ավանդույթներին, մեր հավատքին վերադարձնելը։ Ի վերջո, ինչ է առաջին Ղարաբաղյան պատերազմը, որը ես լուսաբանում եմ որպես լրագրող, հա, ինչ էր մեր զինվորների մեջքին նկարած, խաչ էր նկարած, հա, ինչ էր մեր տանկերին նկարած, խաչ էր նկարած, հա, դա չի նշանակում, որ եկեղեցին խառնվել էր այդ պատերազմին, հա, դա նշանակում էր, որ եկեղեցին տալիս են կամերտոնը թույլ տվեք երաշտական բան ասել, այսինքն ինչով դու լարում ես քո մտածողությունը, քո տրամադրությունը, որը հնարավորություն է տալիս հաղթելու։ Երբ որ այսօրվա իշխանությունները ասում են, որ Ղարաբաղյան շարժումը սխալ էր, հա, որ մենք չպիտի պաշտպանեինք արցախցիների իրավունքները, որ մենք չպիտի պատերազմը վարեինք, այսինքն այդպիսով նրանք ներդաշնակության մեջ են մտնում Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք ասում են, հա, ինչ որ արկածախնդիրներ որոշել են մեր ուրեմն տարածքը վերցնել եւ այն, այսինքն նույնն են ասում եւ Հայաստանի իշխանությունները։ Դա վարկաբեկում է հենց այդ կամերտոնը, հենց այդ բարոյական առանցքը, որը տալիս էր նաև եկեղեցին, տալիս էր նաև վեհապարը, Վազգեն առաջին վեհապարը։ Պարոն Աբրահամյան, դուք Իսրայելի օրինակի մասին խոսեցիք, ես առավոտյան կարդացի Իսրայելի վարչապետի կոչը հանրությանը, որ
պատրաստվեք երկար ժամանակ ապաստարաններում մնալու։ Փորձեցի հասկանալ, թե օրինակ դրան ինչպես կարձագանքեր մեր հանրությունը։ Պատրաստ լինելու հանուն այս կամ այն գաղափարի զրկանքների գնալ, հանուն պետականության, Իսրայելը անկախ նրանից թե որևէ մեկը ինչպես կմեկնաբանի, Իսրայելի դիտանկյունից ինքն իր պետական շահն է պաշտպանում։ Հիմա հանուն մեր պետական շահի, եթե հայտարարվի պատերազմ ու մարդկանց ուղղորդվի դուրս գալ կոմֆորտ միջավայրից եւ երկար ժամանակ ապրել ապաստարաններում, զինվորագրվել եւ այլն, այս թուլացած իմունիտետով եւ առանցքից զրկված հանրությունը դրան ինչպես պիտի արձագանքի, այսինքն այս աշխարհաքաղաքական թեժացման շրջանում մենք տեսնում ենք, որ կատարելապես անպատրաստ ենք իբրև հասարակություն, թեև 8 տարի առաջ այսպիսինը չէինք վստահաբար։ Ոչ մի ձևով չի արձագանքի։ Այսինքն հիշում եք պատերազմի ժամանակ, երբ որ արդեն պարզ էր, որ նրանք արդեն հարավվերցրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, երբ որ պարզ էր, որ վիճակը շատ բարդ է, Փաշինյանն ասաց. «Ջոկատեր կազմեք, չգիտեմ, եթե ինչ որ գլխարկներ կամ չգիտեմ, բրոնեժելետներ տանը ունեք, հավաքվեք, գնացեք»։ Այդ կոչը ենթադրենք դա խելամիտ կոչ է, չնայած խելամիտ չէ, մենք ունենք կանոնավոր բանակ, հա։ Ենթադրենք այդ կոչին լուրջ վերաբերվեցին, ոչ, որքան էլ նրանք սիրեն, նրանք, այսինքն զանգվածը, հա, Փաշինյանական զանգվածը, նրան սիրում է ոչ թե նրա համար, որ նա կասի պատրաստ եղեք զրկանքների, գնացեք, չգիտեմ, կռվեք կամ գնացեք ապաստարաններ, պատրաստ եղեք երկար պատերազմի, նրա համար չեն սիրում Փաշինյանին։ Փաշինյանին սիրում են ճիշտ հակառակին, քեֆ արեք ժողովուրդ ջան, պարզապես ապրեք, պարզապես կերեք, պարզապես խմեք, խաշլաման, չգիտեմ, հեծանիվը եւ այլն։ Այսինքն պոպուլիզմը ձեր ասած այն է, որ դու ընդհակառակը թուլացնում ես իմունիտետը, դու հաճույքների հետոնիզմի ես մղում հասարակությանը, հա, դրանով է բացատրվում այդ պոպուլիզմը։ Դրա համար ես ենթադրում եմ, որ Փաշինյանը երբեք հանդես չի գա այդպիսի կոչերով։ Նա հանդես կգա, կասի, հա, մենք ոսկե դարում ենք ապրում, հա, չնայած ոսկե դարը գիտեք, չէ, չի կարող պատահի, որ այսօրվա իշխանավորը ասի, որ մենք ապրում ենք ոսկե դարը, նախորդ շրջաններն են, հա։ Բայց մենք ապրում ենք ոսկե դարում, մենք ուրախանում ենք, ուտում ենք, խմում ենք, ապրում ենք մեր սովորական կյանքով, հոգևոր կյանքը, հոգևորը ընդհանրապես իմ կարծիքով ինքնահաղթահարում է։ Եթե դու մարդ ես, եթե դու հոգևոր էակ ես, ապա ինչ որ բանից քեզ պետք է զրկես, ինչ որ բանից քեզ պետք է հաղթահարես, ինչ որ քո անասնական, չգիտեմ, հետոնիստական բնազդները պետք է հաղթահարես։ Այդպիսի ուղերձ իշխանությունից չի գալիս, պետությունից չի գալիս։ Անկախ նրանից թե իրենք ինչ են հռչակում, ոսկե դար, այսպես կոչված թե խաղաղության խաչմերուկ, Ախր մենք գետնի վրա ամեն օր համոզվում ենք, որ պատմական շատ լուրջ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում եւ հատկապես մեր տարածաշրջանը նաեւ դրա կենտրոնում է։ Լավ, այս իշխանությունը շատ վատն է, ամբարտավան է, անբարոյական է, սեփական մաշկի մասին է միան մտածում, բայց այս երկիրը, այս պետությունը միայն այդ իշխանությանը չէ։ Իհարկե։ Հիմա բա էլիտա ասվածը որտեղ է, որը պիտի հակազդի այս մահացու խրախճանքի մղող իշխանությանը եւ բերի մեզ ռացիոնալիզմի դաշտ, որը փափուկ չէ, հարմարավետ չէ, բայց կարծեք միակ ճանապարհն է ողջ մնալու։ Իդեպ, երբ որ Փաշինյանը ասում է պետությունը պատկանում է ժողովրդին, պետությունը ոչ մեկին չի պատկանում։ Պետությունը հավասար չի իշխանության։ Իշխանությունը նույնական չէ։ Պետությունը եւ իշխանությունը տարբեր բաներ են, շատ տարբեր։ Պետությունը նաև մենք ենք, հա, նաև մենք քաղաքացիներս ենք, նաև հորիզոնական կապերն են, հա, այսինքն հորիզոնական կապերը ոչ թե նախարարություն, չգիտեմ, վարչություն, բաժին եւ այլն եւ շարքային աշխատողներ, այլև այն ինչ որ 18-րդ դարից կոչվում է քաղաքացիական հասարակություն։ Հիմա երբ որ ես ասում եմ քաղաքական հասարակություն, դուք միանգամից ՀԿ-ներն եք պատկերացնում, հա, որոնք ինչ որ գրանտներ են ստանում եւ որոնք այդ գրանտների դիմաց պաշտպանում, ըստ էության պաշտպանում են իշխանությանը, հա։ Այսինքն կարող է մի քիչ քննադատեն, բայց ըստ էության նրանք ասում են, որ այս իշխանությունը մի քիչ թերություններ ունի, բայց ահա այնտեղ կան, չգիտեմ, Ռուսաստանի ագենտներ եւ այլն, այսինքն այդպես դավադրապաշտական ինչ որ բաներ։ Այսինքն այս հորիզոնական կապերը
պիտի գոյություն ունենա։ Եթե չկա քաղաքացիական հասարակություն, իշխանությունը ցանկացած իշխանություն կանի ինչ որ ցանկանում է։ Այո, մտավորականներ, բայց ես ասեցի, հա, որ տեսեք, մտավորականները ինչ որ մեկը ինչ որ մի բան ասի, թեկուզ Սոկրատեսի ճշմարտությունը, հա։ Թեկուզ, չգիտեմ, Նոբելյան քվանտային ֆիզիկայի ենթադրենք, մենք ունենք քվանտային ֆիզիկայից Նոբելյան մրցանակակիր Հայաստանում։ Ենթադրենք, նա Facebook-ում գրում է շատ կարևոր ինչ որ մի հատ միտք, ուրեմն ֆիզիկայի մասին։ Տակը ինչ են գրում։ Դու ով դարար, դու ֆիզիկայից ոչինչ չես հասկանում։ Մարդը, որը 1.5 գիրք է կարդացել կամ ոչ մի գիրք չի կարդացել, նա սկսում է վարկաբեկել։ Այդ մարդը, անկախ նրանից նա ֆիզիկայի մասին է խոսում, թե քաղաքականությունից, թե ինչ-որ, այդ մարդը հաջորդ անգամ, այն հաջորդ անգամ կասի լավ է, հերնելանիզացի։ Հիմա 30 հոգի ինձ պետք է հայհոյեն իմ մտքերի համար, ավելի լավ է ես լռեմ։ Այդ բանը փոքրամասնության մեջ մնալու վախը, ինչ որ կոչվում է սպիրալ մալչանիա, հա, լռության պարույր, այդ վախը, հա, որ դու ուժեղ է, մեծամասնություն է համարվում այն մարդը, հա, որը ավելի բարձր է գոռում։ Նա կարող է մեծամասնություն չի, բայց նրա ձայնը բարձր է հնչում, նա շատ է ղժղժում, կոպիտ ասած։ Դրա համար նա համարվում է մեծամասնություն։ Փոքրամասնության մեջ մնալու համար վախը կոնֆորմիզմը, հա, որը ընդհանրապես վատ բան չի, որտեղ եթե մենք ամեն ինչում նոնակոնֆորմիստ լինեինք, ասենք, մենք ամեն օր ինչ-որ մեկին կմորթեինք, բայց կոնֆորմիզմը հենց այդ հասարակական առումով, հա, դա իհարկե մեզ մոտ շատ տարածված է, եւ դրա համար մարդիկ կամ լռում են, կամ էլ կրթվում են, կոպիտ ասած։ Պարոն Աբրամյան, բայց Արցախից հետո այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում, այդ ընկալումը չպիտի փոխվեր, թեկուզ բնազդի մակարդակով, որ այդ կոնֆորմիզմը մի օր բերել է նրան, որ կորցնեք ամեն հարմարավետը, որ ունեք։ Տուն, ինքնություն, անձնագիր։ Քանի չի եղել։ Այսինքն նրանց հետ եղել է, չէ՞, այդ մարդկանց հետ, ասենք թե 150,000 մարդու հետ դա տեղի է ունեցել։ Բայց դա տեղի է ունեցել նրանց հետ, մեզ հետ տեղի չի ունեցել։ Չենք նույնացնում դա։ Մենք չենք նույնացնում, հակառակը, էլի արցախցիների հետ հակադրվելը ինչ է նշանակում, որ նրանք մարդիկ բարձրագույն կրթությամբ, գիտական կոչումներով, ասում են նրանք հայ չեն։ Արցախցիները հայ չեն, նրանք ռուսական ագենտներ են, որոնք սաղ կյանքը ապրել են ռուսի տակ եւ թուրքի տակ, այսպես ասած, նրանք հայ չեն, դրա համար նրանց պետք չի վերաբերվել որպես մեր հայրենակիցների։ Հիմա մենք կարող ենք երեսպաշտորեն ասել, որ նման բան չկա եւ այլն, որ ժողովուրդը այդպես չի մտածում, բայց ես հաճախ եմ լսել շատ կարծես թե պարկեշտ եւ կարծես թե խելացի մարդկանցից նման բաներ։ Ինչի համար, որովհետեւ այն ցավը, որը նրանք ապրել են տուն-տեղ զրկվելով եւ այլն, այն ցավը իշխանությունը այդպես անում, որ նա մեզ չփոխանցի, մեր ցավը չլինի, որ մենք նրանց չկարեկցենք եւ այլն, հա։ Եվ եթե մենք կարեկցենք, ապա մենք կմտածենք, եթե այդ մարդու հետ իմ կողքին ապրող մարդու հետ դա տեղի է ունեցել, ապա վաղ թե ուշ կարող է իմ հետ տեղի ունենալ։ Մինչև տեղի չունենա, ոչ մի մոբիլիզացիա, այսպես ասած, տեղի չի ունենա։ Ցավալի։ Պարոն Աբրամյան, մի դրվագել անդրադառնանք, դուք նշեցիք կամ նախընտրում են կրթվել, հայտնի գրականագետներից է երիտասարդ, մասնակցել է այդ արշավին։ Ամբողջ ընթացքում մտածում եմ, եթե վերջին շրջանում այդ ամուսնական զույգը, որ իբրև վարչապետ եւ վարչապետի կին են ներկայանում, այսքան ագրեսիվ բառապաշարով չներկայանան, այդքան ամոթալի խոսքեր եւ տեքստեր չգրեին, գուցե ինչ-որ մարդիկ չկաշկանդվեին այդ մարդկանց կողքին հայտնվել եւ երևալ եւ նույնականացվել, ու մտածում եմ, որ կտրուկ փոխվելու է այդ ցանկը մարդկանց, հանրային գործիչների, որոնք այդուհետ կհամարձակվեն, կհամաձայնեն մասնակցել եւ նույն բեմում լինել Փաշինյանի եւ նրա կնոջ հետ։ Բայց երեք տեսնում եմ մի երիտասարդ գրականագետի, որ ասում են բավական խոստումնալից ապագա կարող է ունենալ։ Այդ տիկնոջ հետ ինչ որ բան է բեմից բացատրում։ Մարդ, որը ունի բարձրագույն կրթություն, վստահաբար շատ գրքեր է կարդացել, գրականություն կարդացել, որը որ պիտի արժե համակարգը թրծի, բետոնի, այդքանից հետո լավ ինչն է ստիպում գնալ ու կանգնել նույն բեմում այն մարդու հետ, որը սարսափելի ցածր արժեհամակարգի բարմնացում է դարձել։ Այդ գրականագետը
եւ նրա հիմնարկը, որտեղ նա գլխավոր խմբագիր է, ինձ համար այլևս գոյություն չունեն։ Ես չունեն։ Երբ որ ես իմացա, որ նա այդպեսի բան է անում, ես նրանց այլևս երբեք չեմ նկատի։ Ոչ մի շփում նրանց հետ երբեք չեմ ունենա։ Այո, եթե դու 1000 ներողություն Լիլիթ, եթե դու սեռական ակտը ներկայացնում ես հենց այդ բառով, մի ուրեմն հարթակում, կամ եթե դու մեկ այլ հարթակում օգտագործում ես խորհրդարանի հարթակում օգտագործում ես փողոցային բառեր այդ դահլիճում, հա, հետո գնալ ուրիշ դահլիճ եւ ասել կրթվելը եւ այլն, դա պարզապես նոնսենս է, հնարավոր չի։ Հնարավոր չի, որ խուլիգանական վարք դրսևորող մարդիկ, հա, նրանք լինեն կրթվելու, որտեվ կիրթ մարդը, ով է կիրթ մարդը։ Մարդը, որը կարողանում է իր լեզուն չափավորել, իր մտքերը արտահայտել գեղեցիկ, լեզուն շատ կարևոր է, հա։ Լեզուն մտածողության արտացոլումն է եւ մտածողություն ձևավորողը։ Կիրթ մարդը նա է, ով ի վերջո образование կամ bildung բառերը գալիս են obraz բառից։ Obraz, այսինքն դա կերպարն է։ Դա գալիս Աստվածաշնչից, Աստված ստեղծել է մեզ իր կերպարով, այսինքն մոտենալ, եթե դու այդպիսի կերպարին չես մոտենում, իսկ մոտենում ես վերջին խուլիգանի կերպարին, էլ ինչ կրթություն։ Եթե ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ գնում այնտեղ եւ ինչ որ բանին մասնակցում, չեմ կարող իրենց գլխի մեջ։ Գուցե դա կարիերիզմն է, գուցե փողն է, գուցե չգիտեմ, փառասիրություն, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում դա շատ ամոթալի էր։ Եվ վերջում պարոն Աբրամյան, դուք մի լավ ձևակերպում տվեցիք, ասացիք այլևս չեք նկատելու այդ մարդկանց, բայց իրենք շարունակելու են լինել եւ իբրև հանրային գործիչներ շարունակելու են արժեքներ եւ ուղենիշ թելադրել մեր հասարակությանը։ Ինչ անեմ, ես չեմ պատրաստվում իրենց հրապարակավ հայհոյել, ես չեմ պատրաստվում հրապարակային բանավեճ սկսել եւ այլն։ Ես կարծում եմ, որ ես պետք է դառնամ լավը, իմ ընկերները պետք է դառնան լավը, ավելի լավը, հա։ Մենք պետք է մեր վրա աշխատենք, վերադառնալով Տոլստոյին, հա, ինքնակատարելագործվենք, եւ դրանից գուցե ինչ որ ճիշտ ճառագայթներ ուղղորդենք հասարակությանը։ Շնորհակալ եմ եւ որպես ամփոփում դուք որպես մեդիայի խմբագիր եւ տարիների հսկայական փորձ ունեցող մարդ, որպեսզի այս վայրի մրցակցության պայմաններում մեդիան չդառնա գործիք եւ չնպաստի այդ brain rot-ին, ուղեղի էրոզիային, ինչ չափանիշներ եւ գծեր մեդիան պիտի սահմանի, որը չպիտի հատի անկախ վայրի մրցակցությանը։ Դե ես կարծում եմ այդ չափանիշները պարզ են, այն ինչ որ ես դասավանդում եմ բուհերում, հա, այն էթիկական եւ պրոֆեսիոնալ նորմերը, որոնք մենք դասավանդում ենք բուհերում, դրանք պետք է պահպանվեն, ցանկալի է, որ մեդիան նաեւ շարադրի դա որպես վարքականon եւ հետեւի դրանց։ Մասսայական սեր, սրտիկներ, չգիտեմ, լայքեր մենք չենք հավաքելու, բայց դրան պետք չի, այսինքն հնարավոր չի բոլորին դուր գալ։ Ռուս գրողներից մեկը ասել էր, ես չերվոնես չեմ, որ բոլորին դուր գամ։ Չերվոնեսը 10 ռուբլ էր, որը ռուսական կայսրությունում շատ մեծ փող էր, հա։ Այսինքն հնարավոր չի բոլորին դուր գալ։ Ես դուր եմ գալիս 1000 մարդու կամ 500 մարդու, եկեք այդ կորիզով փորձենք այնուամենայնիվ ինչ որ կղզյակներ ստեղծենք մեր հասարակության մեջ։ Բայց այդ վայրի կապիտալիզմը խժռելու է այդ կղզյակները։ Չի խժռելու, այսինքն ես չեմ ունենալու մեծ հաջողություններ, հա, ես չեմ ունենալու միլիոնավոր հետևորդներ եւ միլիոնավոր լայքեր չեմ ունենալու, բայց չեմ էլ ցանկանում ճիշտն ասած։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։